Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բալակովիխը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Ռուսաստանի Դաշնության դիվանագետի կանչը կապված է Եկատերինբուրգ քաղաքում մի խումբ ադրբեջանցիների ձերբակալությունների հետ։ Ռուսական կողմին խիստ բողոք է հայտնվել մեր հայրենակիցների բնակության վայրերում կատարված խուզարկությունների կապակցությամբ, որոնց հետևանքով 2 մարդ սպանվել է, մի քանիսը ծանր վիրավորվել է, իսկ 9 մարդ ձերբակալվել է, նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Կտրականապես հերքում ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոփանիի անհիմն եւ սադրիչ հայտարարությունները Իրանի վրա հարձակվելու համար ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման, մասնավորապես Իրանի դեմ իսրայելական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։ Նման մեղադրանքները վնասում են ադրբեջան-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։ Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահի, ինչպես նաեւ իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում արտաքին գործերի նախարարի կողմից վերջերս բացատրություն տրված հստակ դիրքորոշման ֆոնին Իրանի դեսպանի նման հայտարարությունները գնահատվում են որպես բացահայտ սադրանք, նշել է Հաջիզադեն։ Ի նշան բողոքի Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։ Նախորդին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում 2 ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը ձերբակալվել։ Զոհերը կասկածվում են իբր 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Այցի չեղարկման պատճառը այն ցուցադրական, դիտավորյալ սպանություններն ու ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմինները իրականացրել են ադրբեջանցիների դեմ Եկատերինբուրգում, առանց դատի եւ քննության, ինչպես նաեւ վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը, հայտնում են Միլի Մեջլիսից։ Ռուսաստանի հետ պետական եւ մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են, հաղորդում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները, հիմնված նրանց ազգային պատկանելիության վրա եւ այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում համերգները, փառատոնները, ներկայացումները, ցուցահանդեսները եւ այլն չեղարկվում են, հայտարարել է նախարարությունը։ Ռուսաստանը փորձում է իր արտաքին քաղաքականությունը պարտադրել հարևան իսլամական պետություններին, օգտագործելով այնպիսի մեթոդներ, ինչպիսին է Եկատերինբուրգում ԱՏՑ-ի դաժան հարձակումը ադրբեջանցիների վրա։ Այս մասին հայտարարել է Միլի Մեջլիսի падգամավոր եւ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։ Նա նշել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները իրականում իրականացնում են օտարերկրացիների նկատմամբ ահաբեկման քաղաքականություն։ Նպատակը ոչ միայն ադրբեջանական սփյուռքին, այլև բոլորին՝ ուզբեկներին, տաջիկներին, ղըրզներին, ղազախներին, թուրքմեններին վախեցնելն է։ Ռուսաստանի իրավապահ մարմինները ունենալով անսահմանափակ լիազորություններ կարող են ճնշումներ գործադրել ներգաղթյալների վրա։ Այս գործողությունների հիմնական նպատակը տեղական սփյուռքների վրա ճնշում գործադրելն է, երիտասարդներին ուկրաինական ճակատ ուղարկելու նպատակով, ասել է նա։ Բաքուն եւ Երևանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Այս մասին հայտարարել է Մեքսիկայում այցով գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Սակայն դրա համար պետք է վերացվեն երկու հիմնական խոչընդոտներ։ Նախ խոսքը Հայաստանի սահմանադրության այն դրույթների մասին է, որոնք պարունակում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Երկրորդը ԵՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական մեխանիզմներից հրաժարվելու անհրաժեշտությունը, ասել է Պաշտոնյան։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նաև նշել է Զանգիզուրի միջանցքի բացման կարևորությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախճիվանի Հանրապետության հետ։ Այս 40 կիլոմետրանոց երթուղին արմատապես կփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը եւ կամրապնդի կայունությունը, նշել է նա։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@arm.mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@arm.mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։